օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եւ Ռեժը եկել ենք առավոտ, որպեսզի արթնանանք միասին։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող։ 21 TV-ի եթերում հայում ենք գալիս ենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, որպեսզի ձեր օրը մի փոքր լցնենք մշակույթով, ինչ որ մի հետաքրքիր նորությամբ, բայց արդեն դիմացը քանի որ ամառ է, կամաց արդեն սկսենք կազմակերպել նաեւ մեր հանգիստը, մեր երեխաների հանգիստը, ինչու՞ չէ նաեւ, չէ՞ որ ամենասիրելի ամիսներն են կարծում, որտեղ յուրաքանչյուրը ասում է ամբողջ տարի աշխատել եմ, որ գոնե ամռանը մի փոքր հանգստանամ։ Այս մասին իհարկե մի փոքր ավելի ուշ առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ ամառային ռիթմերով ու արթնանանք միասին։ Վերադարձանք տաղավար, խոսելու ենք այսօր արվեստի գեղեցիկ ճյուղերից մեկի մասին, իսկ թե որ ճյուղի մասին առաջարկում եմ դիտենք տեսանյութը, որից հետո կներկայացնենք մեր շատ սիրելի հյուրերին, մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու։ Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Երազներով ու երազանքներով, շքեղ գույներով ու ամենավառ երևակայությամբ լցված է այս սրահը։ Art and You ստուդիան ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ գեղեցիկը տեսնելու ու եւս մեկ անգամ արժևորելու հանդիպում է կազմակերպել։ Շատ եմ հուզվում, որովհետեւ մենք տարվա ընթացքում կազմակերպում ենք մեկ մեծ միջոցառում, բայց այդ միջոցառումը լինում է շատ գեղեցիկ, շատ արվեստով լի։
Art and You ստուդիա հաճախում են 4 տարեկանից սկսած բոլոր այն երեխաները եւ մեծահասակները, ովքեր ունեն գեղեցիկը տեսնելու եւ դրա արարմանը մասնակիցը դառնալու ցանկություն։ Եվ ահա, գունեղ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված է մի ամբողջ տարվա աշխատանք, որի ետևում շատ մեծ սեր է ու նվիրում։ Մեր ստուդիայում սովորում են երեխաները, որոնք սիրում են արվեստ, սկսած 4 տարեկանից։ Սա շատ նվեց ու 4 տարեկան։ Ինչ ես անում այստեղ։ Որ ցուցահանդես ենք անելու սա։ Շատ եմ սիրում նկարել։ Շատ եմ սիրում նկարել։ Մարդ։ Բնություն։ Ծով։ 6-ամյա Արթուրն է, բոլորի նման նա էլ իր տիեզերքն ունի։ Եվ այնտեղ, ուր միայն սերն է իշխում, Արթուրն էլ բոլոր փոքրիկների նման իր երազանքն է կառուցել, ապագա մասնագիտությունն արդեն ընտրված է։ Строитель. 4 մասնակցություն։ Մեկը նկարիչ, մեկը ճարտարապետ, մեկը գրող, մեկն է շախմատիստ։ Բժշկուհի ու դիզայներ։ Նկարելու եմ էլի, շենքեր եմ կառուցելու։ Իմ համար սիրելի գույն չկա, բոլոր գույներն էլ հավասար են։ Կարմիր։ Շատ եմ սիրում կապույտ գույնը։ Ստուդիայի ստեղծման ամենաառաջին պահից մենք շեշտադրել ենք կարևորը, մթնոլորտն է, որտեղ պատերը շնչում են արվեստը, այսպես ասեմ։ Երեխաների հետ աշխատանքն առավել քան պարտավորեցնող է։ Այստեղ գերիշխողը սերն ու ազնվությունն է։ Ստուդիայի հիմնադիրը գեղեցիկ ու գեղեցիկը արժևորող թիմ ունի։ Կարող ես ունենալ շատ գեղեցիկ ստուդիա, գեղեցիկ պատերով, բայց երբ չունես լավ մասնագետներ, բնականաբար դա շատ արագ փլուզվում է։ Մեզ մոտ աշխատում են Աննա Ավագյանը եւ Քրիստինե Վարդանյանը, որոնք իրենց գործի նվիրալն են։ Եվ ջանք եւ եռանդ չեն խնայում իրենց գիտելիքներով կիսվելու երեխաների հետ։ Շատ խստապահանջ եմ, այդքան էլ հեշտ չի ինձ հետ աշխատելը, բայց մեզ մոտ շատ լավ եւ շատ թիմային աշխատանք է ստացվում։ Art and You-ում, ինչպես որ ավանդույթ է դարձել տարվա աշխատանքն ամփոփել ցուցադրությամբ, այնպես էլ մատուցել գեղեցիկ անակնկալներ, ինչպես եւ այս անգամ։ Ստուդիայի երեխաներն անակնկալ նվերներ ստացան, իրենց աշխատանքներն են, տանը կունենան այս տեսքով։ Դե ինչ վերադարձանք տեսանյութից կարծում եմ կրայեցիք, որ այսօր մեզ մոտ շատ տաղանդավոր ու հետաքրքիր բալիկներ են հյուր լինում։ Եվ այսպես հունիսի 3-ին Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ տեղի է ունեցել Art and You արվեստի ստուդիայի սաների մանկական ստեղծագործական ցուցահանդեսը, նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։ Այդ կապակցությամբ մեր տաղավարում են Art and You արվեստի ստուդիայի հիմնադիր համակարգչային դիզայներ Լուսինե Բարխուդարյանը, բարի առավոտ։ Ինչպես նաև բեմանկարիչ դիզայներ ուսուցիչ Քրիստինե Վարդանյանը, բարև ձեզ։ Եվ հրաշք սաները ներկայացրու դու։ Ստուդիայի սաներ Գայանե Հակոբյանը, բարի առավոտ, Արթուր Սարգսյանը, բարի լույս Արթուր եւ Էլեն Սաֆարյանը։ Օրը շատ բարի է սկսել մեզ մոտ, քանի որ բարի նախաձեռնություն է եղել, մի փոքր պատմենք, հա, այս մասին, ինչպես եք մասնակցել, թեման ինչպես է ընտրվել, նու հասկանալի է, որ երեխաների միջազգային, հա, օրվան նվիրված, մանրամասնենք։ Իհարկե, սիրով։ Ուրեմն տեսեք, մեր արվեստի ստուդիան յուրաքանչյուր տարի կազմակերպում է հաշվետու ցուցահանդես։ Եվ ամեն անգամ ցուցահանդեսը դա մեզ համար շատ մեծ կարևորություն է, որովհետև մենք ամփոփում ենք մեր ամբողջ տարվա աշխատանքը։ Այս տարի մենք որոշեցինք այդ մեր գեղեցիկ ցուցահանդեսը նվիրել հենց երեխաներին, որովհետև ստուդիայի հիմնական աշակերտները հենց երեխաներն են, եւ քանի որ շատ բծախնդիր ամեն անգամ տեղ եմ, վայր եմ, հապ ընտրում, որ երեխաները իրենց կան արվեստի մասնիկ, հա, որ դա ուղղակի գեղեցիկ լինի, իրենք էլ ոգեշնչվեն իրենց աշխատանքները տեսնելուց, այս տարի շատ հետաքրքիր համագործակցություն ստացվեց ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ժամանակակից արվեստի տնօրինությանը, Հանձինես Արմինե Ղազարյանին ու Նե Ավետիսյանին, քանի որ իրենք այսպես հա մեր համատեղ այդ պրոյեկտը ստացվեց։
Հունիսի 3-ին շատ գեղեցիկ միջոցառում էր։ Այդ օրը պատերը լռում էին, գույները խոսում անկեղծ պարզ լեզվով մեր երեխաների, որոնք մեզ մեծերից շատ անգամ անհասկանալի են, բայց հենց այդ պարզ ձեռքերով լեզվով է գրվում մեր ապագան։ Հրաշալի իրականում թե նախաձեռնություն, թե ստուդիա, մի փոքր պատմեք ինչքան ժամանակ է որ դուք այնտեղ դասավանդում եք։ Արդեն 2 եւ ավել տարի է ինչ դասավանդում եմ։ Մի փոքր կուզեմ խոսել նաեւ նկարչության դերի մասին երեխաների կյանքում։ Առհասարակ դա միայն զբաղմունք չէ հաճելի, դա նաեւ գեղարվեստական ճաշակը հղկելու, գեղեցիկի հանդեպ վերաբերմունք ունենալու ամենահզոր գործիքներից մեկն են։ Իսկ այդ գործիքները դառնում են վրձինը, կտավները, ներկերը։ Եվ առհասարակ մենք ստեղծում ենք այն ջերմ մթնոլորտը, միջավայրը, որպեսզի երեխան կարողանա ինքն արտահայտվել, քանի որ նկարչությունը այն անխոս լեզուն է, որով երեխան արտահայտում է իր էմոցիաները, երջանկությունը, ուրախությունը եւ ոչ միայն, նաեւ տագնապները, իրենց անհանգստացնող հարցերը, եւ դա դառնում է թերապիայի նման մի բան, եւ կուզեի նաեւ խոսքս ուղղել այն ծնողներին, ովքեր փորձում են նաև ամեն ինչ անել մանկությունը երեխայի արվեստի հետ կապելու համար, դա մեծ աշխատանք է, քանի որ հասարակության համար հիմա պատրաստվում են այնպիսի անձինք, որոնք արդեն ունեն են ճաշակը ու են գեղարվեստական հղկվածությունը, որ դուրս գան եւ անեն ապագայի համար ավելին։ Ներողություն, ես հավելեմ ընկեր Կրիստինեի խոսքը։ Մեր ստուդիայում առհասարակ ես որպես անձ չեմ տարանջատում արվեստի ճյուղերը։ Լինի դա գրականություն, լինի դա երաժշտություն, թե նկարչություն։ Դա փոխկապակցված են։ Եվ ես մեր ստուդիայում փորձել եմ ստեղծել մի մթնոլորտ, որտեղ այդ երեքը համատեղ են։ Մեզ մոտ դասերը անցկացվում են դասական երաժշտության հնչյունների ներքո։ Դրան զուգահեռ մենք կարող ենք ինչ-որ հեքիաթից դրվագ պատմենք եւ երեխան նկարի տվյալ հեքիաթը, այսինքն դա նույնիսկ երեխան չի գիտակցում, որ ինքը հաճախում է ոչ միայն նկարչության, հա, ինքը այնտեղ եւ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություն է լսում եւ ծանոթանում է հանճար գրողների հետ։ Դա դառնում է սովորություն արդեն։ Սովորություն եւ դրան զուգահեռ անընդհատ, այսպես ասեմ, օր եւ գիշեր մտածում եմ ինչ հետաքրքիր պրոյեկտներ կարելի է մտածել, որպեսզի մենք այնպեսի դարում ենք ապրում եւ մենք պետք է դա գիտակցենք, որ երեխաները շատ ուրիշ մտածելակերպ ունեն եւ իրենց պետք է անընդհատ ինչ որ հետաքրքրություն մտցնել, հա, այսպես ասած։ Եվ օրինակ մենք ունեցել ենք պրոյեկտ ազգային ֆիլհարմոնիայի հետ համատեղ երեխաները նկարում են երաժշտությունը լսելուց, այսինքն այն էմոցիաները, որոնք իրենք զգում են, իրենք պատկերում էին թղթին։ Եվ բացի այդ նույնիսկ մեր ամեն դասը վերածվում է մի արվեստի ջերմ մթնոլորտի եւ շատ կարեւորում եմ անհատական մոտեցումը, յուրաքանչյուր երեխայի հետ առանձին, օրինակ ունենք բալիկ, որը դասական երաժշտություն չէր սիրում։ Նույնիսկ տարածքան թարցակ է, ինքը սիրում էր ավելի հեռու նստել, որպեսզի չլսի։ Եվ մոտ մի քանի օր առաջ օրերս մոտեցավ ընդհանուր սրահում էր եւ ասեց ընկեր Լուսինե, ինչ հաճելի երաժշտություն ենք մենք լսում։ Ես փշախավեցի նույնիսկ հիմա էլ, որովհետեւ դա ինձ համար առաջինը եւ մեր ստուդիայի շատ մեծ քայլ էր, որ մեր ապագա սերունդը լինի այսպես ամբողջությամբ արվեստի մեջ, որտեղ արվեստի դերը շատ մեծ է մեր կյանքում։ Նամանավանդ հիմա բազմաթիվ ստուդիաներ կան բացված եւ այդ արվեստ անունը կարծես թե դարձել է նաեւ ինչու՞ չէ բիզնեսի հա սիմվոլ եւ ինչքան անճաշակ ներողություն էլի, այսինքն երեխաներին արվեստ է իբրև մատուցում, դա իմ համար չարվեստ է եւ սա շատ կարեւոր է երեխայի գեղագիտական դաստիարակության համար, նամանավանդ անկախ նրանից իրենք ինչ մասնագետ կդառնան։ Սա շատ կարեւոր նշանակություն է ունենալու երեխաների։ Ես մի փոքր երկար խոսեմ, հավելեմ, որ այո, ես նախ եւ առաջ ստուդիայի ստեղծման հենց առաջի պահից կոպիտ արտահայտվեմ, բայց ես չեմ դիտարկել դա որպես բիզնես։ Ես նախ եւ առաջ հասկացել եմ, որ շատ կարեւոր քայլի դիմաց եմ կանգնած, որովհետեւ գործ եմ ունենալու երեխաների հետ եւ ինչքան նուրբ ոնց է հա պետք իրենց մոտենալ, որպեսզի դու քո աշխատանքից, այսինքն գիշերը հանգիստ քնես, որ այսօր դու արեցիր մի կարեւոր գործ։ Եվ ստուդիան երբ որ նոր էինք բացում, այսպես մի հետաքրքիր պատմություն, նստած էինք մեր մասնագետներով, ես միտք առաջարկեցի, ասում եմ, ուզում եմ, որ մեր ստուդիայում երեխաները նաև ծանոթանան հայտնի նկարիչներին եւ իրենց աշխատանքներին,
Իհարկե, այսպես բանավեճ ստացվեց, որովհետև շատերը դեմ եղան, ասելով, որ 4 տարեկան երեխաների մասին է խոսքը, բայց միևնույն է, միշտ առաջնորդվում եմ դրանով, որ կյանքում պետք է փորձել Եվ մենք դա արեցինք, իհարկե շատ թեթևացրեցինք ծրագիրը հետաքրքիր մուլտֆիլմերի անիմացիայի տեսքով եւ սկսեցինք յուրաքանչյուր դասին, տեսեք, դասը 1.5 ժամ է տևում, 15 րոպե մեր ստուդիայում երեխաները արդեն ծանոթանում են հայտնի նկարիչներին, իրենց աշխատանքներին եւ մեր Էլենը, Գայնը եւ բոլորը, ես հպարտ կարող եմ ասել, որ մեր 4-5 տարեկան երեխաները նկարիչներից եւ առհասարակ արվեստից ավելի շատ տեղյակ են, քան գուցե միջին վիճակագրական։ Քան շատ ու շատ մարդիկ ուղղակի։ Մեկը։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման ապագա։ Հիմա երեխեքին հարցս նախ պատմեք մի քիչ ինչքան ժամանակ է որ հաճախում եք այդ ստուդիա։ Ես գալիս եմ 4 տարի։ 4 տարի։ Սիրում ես նկարել։ Հա։ Մի քիչ կպատմես օրինակ այս անգամ ինչ ես նկարել։ Այս անգամ նկարել եմ նատյուրմորտ։ Նատյուրմորտ, շատ բարի։ Քանի տարեկան ես։ 8.5։ Ահա, խնդրեմ, 4 տարեկանից նա հաճախում է ձեզ մոտ։ Աշակերտներից ա մեր եւ ես միշտ չնայած բոլորին շատ եմ սիրում, բայց իրենք առաջի օրվանից մեզ հետ են։ Ձեր երեխաներն են։ Այո։ Դու պատմիր քո մասին եւ ինչ ես նկարել։ Ստուդիայի ինչքան ժամանակ է որ Ինչքան ժամանակ է որ։ Ես նույնպես 4 տարի։ Ես նկարել Հատաժ է իրանում, եթե չեմ սխալվում, գրատաժել էի անում, ծաղիկներով կակաչներ էին։ տեխնիկա էլի շատ հետաքրքիր քերելու։ Վախ, դու էլ մի ծաղիկ ես հիմա մեր տեղ հավարում։ Ահա, եւ մեր լուրջ տղան կպատմես դու ինչքան ժամանակ է որ գնում ես, սիրում ես նկարել, ինչ ես սիրում նկարել։ Ես 3 տարի նկարում եմ, սիրում եմ նկարել ծով, անդար։ Իսկ ծով գնացել ես, իրական նկարել ես այնտեղ, չէ։ Անպայման կգնաս ու առիթ կլինի ավելի լավ նկար կստացվի քեզ մոտ։ Ինձ թվում է այս դարում երեխաների հետ եւ բարդ է, բայց միևնույն ժամանակ նրանք այնքան ազատ են ու այնքան հետաքրքիր են, որ երբեմն գերազանցում են սպասելիքները ու կարող են տալ ավելին, քան դու որպես դասախոս կամ որպես տնօրեն տալիս ես, հա։ Եղել են դեպքեր, որ երեխաներն իրենք այնքան հետաքրքիր բան են նկարել կամ ստացել, որ դուք այսպես ապշա ասել եք։ Երեխաների երևակայությունը առհասարակ շատ ավելի լայնն է, քան անգամ մեծահասակներինը։ Ինչպես նշեց օրինակ Էլենը արդեն 4 տարի է գալիս է, բայց ես երբևէ չեմ հիշում, որ ասի ինչ նկարեմ։ Երբ գալիս է ինքը արդեն ինչ նկարի, անգամ մեծահասակներից մոտ մենք միշտ սպասում ենք ոգեշնչման, աղբյուրի կամ մտածում ենք երկար թեմատիկաների մասին, իրանք միշտ իրենց երևակայությունը այնքան վառ է, որ միշտ գիտեն ինչ նկարեն, ինչ են ուզում։ Մենք ավելի շատ ուղղորդում ենք նրանց տեխնիկապես իրենց ուզածին հասնելու համար եւ այդ միջնորդությունն էլ շատ տեղին է լինում քիչ, որպեսզի չկաշկանդենք նրանց ազատությունը։ Այդպես կարող եմ ասել, իսկ նրանց այդ աշխատանքն իրականում շատ հաճելի է նաև ուսուցողական մեզ համար, որովհետև այդ ազնիվ հոգիների հետ աշխատանքը միշտ թարմ է պահում, միշտ այդ դրական էներգիան, որ գալիս է, դա երբեմն ամենամեծ գնահատականն է, որ մարդը կարող է ունենալ իր աշխատանքի մեջ։ Այ հետաքրքիր է երեխաների հետ երբ որ աշխատում եք, հա, նյութի ընտրությունը ազատ է թե հստակ դուք ունեք ինչ-որ նյութեր, որոնց որ պարտադիր է եւ չեք անցնում այդ նյութերի սահմանը, հա, այսպես ասած։ Նայեք ազատ է, իրենք են ընտրում ուզում են գուաշով աշխատել, ջրաներկով, բայց միևնույն ժամանակ նաեւ մենք բաց ենք նորարարությունների առաջ եւ միշտ պրպտում ենք, որպեսզի գտնենք էլի ինչ-որ հետաքրքիր նյութեր աշխատելու համար։ Նույն այդ գրատաժը կարող եմ ասել, որ ստուդիան առաջիններից է, եթե ոչ միակը, որը այդ տեխնիկայով աշխատում է, ֆրանսերեն նշանակում է քերել եւ սև այդ նյութի վրա մենք սկսում ենք քերել եւ դուրս բերել պատկերներ, նույն ինքը ջրի վրա նկարչությունը, էլի թերապևտիկ նշանակություն ունի, նկարում ենք ջրի վրա եւ արտատպում ենք թղթի վրա, նկարում ենք նաեւ տեքստիլ նկարչություն ունենք հագուստի վրա նկարել, կավով ենք աշխատում, փորձում ենք այնպես անել, որ երեխան նյութից չհոգնի, այսինքն արվեստը տալիս են հնարավորությունը, որ բազմազանության մեջ ստեղծագործես, մենք էլ ամեն ինչ անում ենք, որ այդ բազմազանությունը ավելի շատացնենք։
Իսկ հետաքրքիր է նաև միայն դպրոցի դասարանի, այսպես ասած, այդ միջավայրում եք նկարում, թե երբեմն իրենց նաև այդպիսի փորձառություն ունեք, տանում եք դուրս ինչ որ, հա, հետաքրքիր, այսինքն միջավայրերում։ Այո, տեսեք, առհասարակ շատ հետաքրքիր գաղափար ասեցիք, մենք արել ենք նման փորձառություն ունեցել ենք, երեխաները նկարել են նաև դրսում, հա, փորձել ենք, բայց քանի որ շատ զգույշ են վերաբերվում եւ ցավոք սրտի ծնողները ոչ մի ժամանակ ունեն ուղեկցել երեխաներին, հա, Իսկ դուք պատասխանատվություն եք կրում։ Ես շատ պատասխանատու եմ, մենք շատ հաճախ գնում ենք թանգարաններ, ազգային պատկերասրահում ունեցանք այց, որտեղ երեխաները նկարում էին տեղում, իրենք այդպես ուսուցողական, հա, ծրագրի շրջանակներում եւ միանշանակ ինքս շատ կարեւորում եմ ձեր առաջարկածը, բայց դրան զուգահեռ լինելով ինքս ծնող, հասկանալով այդ վազքը եւ այլն, հասկանում եմ, որ ծնողներին ոչ միշտ է հարմար լինում, բայց միևնույն դեպքում օրինակ ֆիլհարմոնիա հաճախեցինք տեղում նկարեցին երեխաները, պատկերասրահ հաճախեցինք տեղում նկարեցինք եւ փորձում եմ այսպես ասած այլընտրանքային ուղիներ փնտրել, որպեսզի երեխաներին այդ լիարժեք, հա, հասկանում եք, իրենք պետք է լիարժեք այդ ամենը զգան էմոցիոնալ տեսանկյունից եւ հարց տվեցիք, որ երեխաներից սովորում եք թե ոչ, մի շատ հետաքրքիր դեպք հիշեցի, երբ որ մեր փոքրիկ 5 տարեկան Դավիթը նկարել էր արև ակնոցներով արև ակնոցներով ու ես sense գիտեք, քանի որ ինքս շատ ուշադիր եմ այդ ամեն մանրուքի հանդեպ, ես նայեցի եւ զարմացա, ոնց է երեխայի մտքով արդեն նկարել արև ակնոցներ ու արևային ակնոցով եւ ես անկեղծ ասած sense դրա մեջ այնքան խորություն կա, որ կարող ենք վերլուծել ժամերով։ Առհասարակ սյուրռեալիզմի սիրահար եմ շատ, չնայած երեխաներին երբեք չեմ հա ուղղորդում, բայց ինչ որ նաեւ սյուրռեալիստական պատկեր էր, հա, ստացվել այսպես ասած։ Շատ հետաքրքիր է իսկապես մեր երեխաները նաև գաղափարն է շատ հետաքրքիր։ Ես վստահ եմ, որ հիմա հեռուստադիտողով տեսավ այս ամեն ինչը, լսեց մեր զրույցը, հաստատ այդ հարցը ցակելու է, որտեղ է գտնվում ստուդիան, որ տարիքից կա ընդունելություն, մինչև որ տարիքը կարող են սովորել, որովհետև իսկապես Արտնդյուն տարբերվող է, յուրահատուկ է ու ամենակարևորը ձևավորում է ճաշակ։ Շնորհակալ եմ շատ։ Մեր ստուդիան գտնվում է Հանրապետության 76 կոտորակ 2 հասցեում, հենց 71 դպրոցի հարևանությամբ։ Ստուդիա կարող են ընդունվել երեխաներ սկսած 4 տարեկանից։ Արդեն տեսանք։ Այո, եւ ես միշտ կատակում եմ միջև անվերջություն։ Այսինքն մենք ունենք նաեւ մեծերի խումբ, բայց չգիտեմ ինչի, երևի թե ստեղծման առաջի օրվանից ես ավելի, հա, կարեւորություն եմ տալիս հենց երեխաներին, որովհետև ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում իրենց հանդեպ, մեր ապագայի հանդեպ։ Իսկ ամառը գործում է։ Այո, ամառը գործում է։ Հանգիստ կարող են ունենք երեխաներ, որոնք հաճախ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, որոնք արձակուրդներին գալիս են։ Հա, մենք էլ այնպես եմ կազմակերպել, որ մեր անձնակազմն էլ հերթով հանգստանա, բայց միևնույն դեպքում ստուդիայի դռները ամբողջ տարի բաց են բոլորի առաջ, այսպես ասած, արվեստասեր մարդկանց դիմաց եւ նույնիսկ վերջի շրջանում շատ ծնողներ դրսից, հա, մեր հայրենակիցները խնդրում են on-line դասեր կազմակերպենք եւ մենք մտածում ենք, բայց այդ ուղղությամբ շատ մեծ պատասխանատվությամբ, որովհետեւ ես չեմ մտածում ունենանք on-line դաս եւ կոպիտ ասած գումար աշխատենք, հա, ես մտածում եմ մտածենք ծրագիր, որով sense մանրամասն, հա, կարող ենք այնինչ կարող ենք տալ, իսկ որքան դա հնարավոր կլինի այդ on-line շրջանակում, դեռ չեմ պատկերացնում։ Ես ուզում եմ մեր եթերն ավարտենք երազանքներով։ Ինձ շատ հետաքրքիր է, ով ինչ է երազում այս պահին։ Մեր ամենաանմեղների շուրթերից թող դա հնչի։ Ինչ երազանք ունես։ Ես երազանք չունեմ, բայց ամեն անգամ տարբեր բաներ եմ մտածում։ Ամեն անգամ տարբեր նպատակներ երևի, հա, որ իրականություն դարձել։ Իսկ առաջիկա նպատակիդ մասին կխոսես, թե էլի գաղտնիք է։ Գաղտնիք է։ Շատ բարի։ Իսկ դու։ Ես երազում եմ նկարչուհի դառնալ։ Շատ ռեալ երազանք։ Ու կդառնա։ Ես երազում եմ
3 հարկանի տուն սարքել։ 3 հարկանի տուն սարքես։ Իսկ ինքը տես նկարելու հետո այդ տան մեջ, հա, կտավները, որոնք որ կախելու եք այդ մեծ տանը։ Մենք նկարել ենք արդեն։ Ահա, հրաշալի։ Շատ ռեալ ու նորմալ երազանք, ես ցանկանում եմ, որ ի կատարածվի։ Իսկ մեծերը ինչի մասին են երազում։ Մեծերը երազում են, որ երեխաների երազանքները ի կատարածվեն, ինչպես նաև մերն էլ իհարկե։ Եվ փորձեն այդ ճանապարհը իսկապես հարթել, ինչն էլ դուք անում եք ըստ աժամբույն, ես ուղղակի հիացած եմ, անկեղծ, որովհետև այնքան կարևոր է մեր օրերում ու այնքան արդիական թեմա է, որ մեր երեխաները մեծանան ճանաչելով իրական մշակույթը, լսելով ճիշտ երաժշտություն, դիտելով ճիշտ մուլտֆիլմներ, գրագետ խոսք ու ամենակարևորը այդ անսպառ երևակայական աշխարհը նկարչության, որ դուք տալիս եք նրանք տալիս են ձեզ եւ ստեղծվում են կտավներ, որոնք լուր, բայց խոսուն են։ Շատ շնորհակալ ենք ձեզ ձեր կատարած աշխատանքի համար ու միշտ պատրաստ ենք լուսաբանել ցանկացած նորություն կապված այս հրաշալի երեխաների եւ Art and You-ի հետ։ Անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Մեզ էլ շատ հաճելի էր ձեզ հետ խոսելը, զրուցելը եւ միանշանակ մեր բոլոր նորություններին ձեզ անպայման կտեղեկացնեմ։ Մեծագույն հաճույքով ես աչքիս գնամ մեծերի խումբեր։ Ես էլ կգամ քեզ հետ միասին սկսենք։ Գնանք թերապիա, այո, շնորհակալություն ձեզ, մաղթում ենք հաջողություններ եւ վստահ ենք, որ արժանի ու հետաքրքիր սերունդ է դաստիարակվելու ձեր իհարկե դպրոցով ֆիլտրվելու դեպքում։ Եվ ինչպես իհարկե ձեր նշանաբանն է, խորագիրն է, ես տեսա շատ գեղեցիկ հետաքրքիր տեքստում կար նշված, որ եթե երազում ես, ապա նկարիր եւ երազանքդ իրականություն կդառնա։ Այո, երազեք, նկարեք եւ իրականություն դարձրեք ձեր յուրաքանչյուր երազանք։ Իսկ ձեր եթերում էր օրդ բարին եւ Art and You-ն, հա, այո, Art and You, արվեստը եւ դու, մենք բոլորս, այո, արվեստը եւ դուք։ Խնդրում եմ հետևեք ձեր երեխաներին ու շատ հիր եղեք, ինչ են նրանք լսում, ինչ են նրանք ուտում, ինչի մասին են երազում, ինչ նպատակներ ունեն ու փորձեք հնարավորինս մասնակից լինել, ընկեր լինել, զգալ ու ճիշտ ուղղությամբ ուղղորդել, որովհետև դա շատ կարևոր է եւ երեխաներն են մեր ապագան, ունենանք իսկապես ազգին պիտանի զավակներ ճիշտ մտածողությամբ։ Զբաղվեք ձեր երեխաների դաստիարակությամբ, քանզի այն վաղ վերադառնալու է ձեզ բումերանգի տեսքով։ Լավ եղեք ձեզ այդ օրդ բարիներ։ Ձեզ հետ եմ Ռեժնու Անահիտ առայժմ։ Առայժմ